Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Արաբական Միացյալ Էմիրություններում մասնակցում է համաշխարհային կառավարական գագաթնաժողովին։ Իր ելույթում Կոբախիձեն նշել է, որ այսօր համաշխարհային առևտրային ուղիները փոխվում են աշխարհաքաղաքականության նկատառումներից ելնելով։ Նա հավելել է, որ հյուսիսային միջանցքները, որոնք նախկինում արդյունավետորեն գործում էին Եվրոպայի եւ Ասիայի միջև, զգալիորեն խաթարվել են Ուկրաինայում պատերազմի հետևանքով։ Վրաստանի վարչապետի խոսքով նոր փուլում աշխարհագրությունը կարևոր է, իսկ կայունությունը դառնում է մրցակցային առավելություն, հարաբերություններ պահպանելու կարողությունը, տնտեսական անհրաժեշտություն։ Անդրադառնալով միջին միջանցքին, Կոբախիձեն նշել է, որ այն կայուն հուսալի տարանցիկ երթուղի է, որը Կենտրոնական Ասիայով, Կովկասով եւ Թուրքիայով կապում է Արևելյան Ասիան Եվրոպայի հետ։ Վրաստանի վարչապետը նաեւ նշել է, որ չնայած համաշխարհային առևտրում առկա խնդիրներին եւ անորոշությանը 2021-ից 2025 թվականներին երկրի տնտեսությունը աճել է միջինը 9.3%-ով։ Վրաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կարգապահությունը, ներդրողների վստահությունը եւ խաղաղությունը աշխարհի ամենաբարդ տարածաշրջաններից մեկում։ Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության տվյալով վրացական պատվիրակության կազմում են պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին, արտաքին գործերի նախարար Մակաբո Ջորիշվիլին, էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլին, արդարադատության եւ կրթության նախարարները, կառավարության աշխատակազմի ղեկավարը։ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի նաեւ ներդրումների ապագան թեմայով կլոր սեղանին։ Այցի շրջանակում նախատեսված են երկկողմ հանդիպումներ։ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ արել Վրաստանի իշխանություններին հետ կանչել դրամաշնորհների մասին օրենքում նոր փոփոխությունները։ Կազմակերպության կարծիքով դրանք կոչված են ընդլայնելու երկրում ավտորիտար պրակտիկան եւ ուղղված են այլախոհության ճնշմանը, ինչպես նաեւ քաղաքական եւ քաղաքացիական գործունեության համար արտաքին աջակցություն ստացող կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության խստացմանը։ Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևի խոսքով, եթե օրենքն ընդունվի, ոչ մի դրամաշնորհ չի թույլատրվի առանց կառավարության նախնական հավանության, իսկ դրանք ստացողները կարող են հայտնվել ճաղերի հետևում։ Իրավապաշտպանները պնդում են, որ նախաձեռնությունը հակասում է մարդու իրավունքների ոլորտում Վրաստանի միջազգային պարտավորություններին եւ պետք է անհապաղ հետ կանչվի։ Հունվարի 28-ին իշխող Վրացական երազանք կուսակցությունը հայտարարել է դրամաշնորհների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին։ Դրանք ըստ իշխանությունների ուղղված են զգալիորեն դժվարացնելու արտասահմանից Վրաստանում անկարգությունների, բռնության կամ հեղափոխական գործընթացների ֆինանսավորումը։ Թուրքիան ողջունում է ցանկացած քայլ, որը նպաստում է Սիրիայում խաղաղությանն ու կայունությանը եւ պաշտպանում է երկրի տարածքային եւ քաղաքական ամբողջականությունը։ Անկարայում կառավարության նիստի ավարտից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նա զգուշացրել է, որ ցանկացածը, ով կփորձի խափանել Սիրիայի վերականգնման գործընթացը, կպատժվի։ Էրդողանը կարևորել է Սիրիայի հյուսիսում խնդիրների լուծումը առանց արյունահեղության, մեկ բանակ, մեկ պետություն, մեկ Սիրիա սկզբունքի հիման վրա։ Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ Սիրիայի կառավարության եւ Սիրիական դեմոկրատական ուժերի միջև հունվարի 18-ին եւ 30-ին ձեռք բերված համաձայնությունները նոր գլուխ են բացում Սիրիայի ժողովրդի համար։ Թուրքիայի արտգործնախարարն ընդունել է Ղազախստանի իր գործընկերոջը։ Հական Ֆիդանը եւ Երմեկ Կոշերբաևը քննարկել են ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր, ինչպես նաեւ փոխադարձ առևտրի ծավալների ավելացումն ու ներդրումային համագործակցության ընդլայնումը։ Հատուկ ուշադրություն է դարձվել արդյունաբերության, տրանսպորտի, լոգիստիկայի եւ էներգետիկայի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը։ Դիվանագետներն անդրադարձել են նաեւ թուրքական պետությունների կազմակերպության շրջանակում փոխգործակցությանը եւ նախանշել առաջիկա բարձր մակարդակով այցերի ժամանակացույցը։ Թուրքիան եւ Ղազախստանը ստորագրել են նաեւ արտաքին գերատեսչությունների 2026-2027 թվականների համագործակցության ծրագիրը։ Ղազախստանի արտգործնախարարին ընդունել է նաեւ Թուրքիայի նախագահը։ Եվրամիությունը պարտավորեցրել է օտարերկրյա գազի մատակարարներին հաստատել, որ մատակարարվող վառելիքը չունի ռուսական ծագում։ Այս որոշումը վերաբերում է նաև Թուրքիայից եւ Ադրբեջանից արտահանողներին։ Նրանք պետք է գազի ոչ ռուսական ծագման մասին ապացույցներ ներկայացնեն Բուլղարիայի սահմանի կոմպրեսորային կայաններից մեկին։ ԵՄ խորհուրդը նշել է, որ Թուրքիայի տարածքով մինչև վերջերս ռուսական վառելիքի զգալի ծավալներ են ստացվել, ինչը հակասում է Ռուսաստանից էներգառեսուրսների աստիճանաբար հրաժարվելու միության ռազմավարությանը։
Իրանը։ Որոշումը պահանջում է ոչ երկիմաստ ապացույցներ ներկայացնել, որ գազի ծագման երկիրը Ռուսաստանը չէ։ Մինչև մարտի 1-ը ԵՄ անդամ պետությունները պետք է նախապատրաստեն գազի մատակարարներին փոխարինելու ազգային ծրագրերը եւ նախանշեն հնարավոր դժվարությունները, որոնք կապված են ռուսական ներմուծումից հրաժարվելու հետ։ ԵՄ ղեկավարությունն ընդգծել է, որ ռուսական էներգառեսուրսների, այդ թվում հեղուկ գազի եւ նավթի ներմուծման պահպանումը կարող է բացասաբար ազդել տարածաշրջանի էներգետիկ անվտանգության վրա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադ։ Պատվիրակության կազմում են նաև արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը, ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, էներգետիկայի նախարար Ալպարսլան Բայրակթարը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը եւ այլ պաշտոնյաներ։ Այցի օրակարգում են փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, փոխադարձ ներդրումների խթանման հարցեր եւ երկու երկրի մասնավոր հատվածների միջև համագործակցության խորացման ուղիները։ Էր-Ռիադ այցի ավարտից հետո Թուրքիայի նախագահը փետրվարի 4-ին կմեկնի Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե։ Հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ կառավարությունների խնդրանքը արձագանքելու ԱՄՆ նախագահի բանակցելու առաջարկին հանձնարարել է արտգործնախարար Արաղչիին ապահովել արդար եւ անաչառ բանակցություններ, հայտարարել է Իրանի նախագահը։ Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է, դրանք պետք է լինեն արժանապատիվ եւ համապատասխանեն Իսլամական Հանրապետության շահերին։ Հարկավոր է ստեղծել սպառնալիքներից եւ անհիմն ակնկալիքներից զերծ մթնոլորտ, նշել է Իրանի նախագահը։ Արևմտյան լրատվամիջոցների տվյալով փետրվարի 6-ին Ստամբուլում կարող է տեղի ունենալ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը։ Ակնկալվում է, որ օրակարգում է լինելու Իրանի միջուկային ծրագիրը։ Նշվում է, որ բանակցություններին կմասնակցեն նաեւ Կատարի, Օմանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Եգիպտոսի ներկայացուցիչները։ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ուրանի հարստացման մակարդակը 60%-ից հասցնել 20-ի, պայմանով, որ Միացյալ Նահանգները եւս կգնա զիջումների։ Նրա խոսքով Վաշինգտոնից բանակցելու առաջարկներ են ստանում եւ հույս կա, որ պատերազմից հնարավոր կլինի խուսափել։ Միևնույն ժամանակ Շամխանին նախազգուշացրել է, որ ամերիկյան ագրեսիայի դեպքում Իսրայելի տարածքը եւս կդառնա օրինական թիրախ։ Իրանի շուրջ իրավիճակին է անդրադարձել Դոնալդ Թրամփը, հայտարարել. «Եթե բանակցությունները ձախողվեն, շատ վատ բաներ կարող են տեղի ունենալ»։ ԱՄՆ նախագահը հերթական անգամ հիշեցրել է, որ Իրանի ուղղությամբ հզոր նավատորմ է շարժվում։ Իրանի արտգործնախարարություն են կանչվել Թեհրանում հավատարմագրված Եվրամիության անդամ բոլոր երկրների դեսպանները։ Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նրա խոսքով դեսպաններին բողոք է հայտնվել ի պատասխան Եվրամիության որոշման Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կառույց ճանաչելու մասին։ Բաղային այդ որոշումը որակել է ռազմավարական սխալ եւ վիրավորանք Իրանին։ Նա նշել է, որ Եվրամիությունում անտեսել են ԻՀՊԿ-ի դերը Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Բաղայի խոսքով Իրանը քննարկում է Եվրամիության դեմ մի շարք պատասխան միջոցներ կիրառելու հարցը եւ վերջնական որոշում կկայացնի առաջիկա օրերին։ Հունվարի 29-ին Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները վճռական քայլ են ձեռնարկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելով։ Ի պատասխան իրանական կողմն էլ ԵՄ պետությունների զինված ուժերն է հայտարարել ահաբեկչական կառույցներ։ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամեդ Ռեզա Արեֆը հայտարարել է, որ ամեն գնով պետք է վերականգնել Ուրմիա լիճը, սակայն առայժմ լճի վերականգնման ջանքերն անարդյունք են։ Նա նշել է, որ վերջին 20 տարիների ընթացքում Իրանի իշխանություններն իրականացրել են Ուրմիա լճի վերականգնման միասնական ծրագիր, օգնություն ստացել բարեկամ երկրներից։ Արեֆի խոսքով դրական տեղաշարժ չի եղել, իսկ վերջին 10 տարիների ընթացքում Ուրմիա լճի մակարդակի բարձրացում չի արձանագրվել։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ուրմիա լիճն ամբողջությամբ ցամաքել է, ինչի հետևանքով առաջացած ավազային փոշու փոթորիկները վնաս են հասցնում հարակից բնակավայրերի բնակչության առողջությանը եւ շրջակա միջավայրին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է։ Աբու Դաբիում կայացել է Ալիևի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի եւ ԱՄԷ-ի միջև երկկողմ հարաբերությունները հիմնված են ռազմավարական գործընկերության վրա։ Գոհունակություն է հայտնվել երկու երկրի միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման համար։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի խաղաղության վահան 2026 համատեղ օպերատիվ մարտավարական զորավարժությունների նշանակությանը։ Այցի շրջանակում ստորագրվել է նաև Ադրբեջանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ։ Ադրբեջանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հաստատել է Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրության մեջ փոփոխությունները։ Մասնավորապես սահմանադրության նախաբանից հանվել են Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերին հղումները եւ ինքնավարություն տերմինը։ Փոխարենը ամրագրվում է Նախիջևանը Ադրբեջանի հանրապետության անբաժանելի մասն է։ Նախիջևանի ինքնավարության թուլացման եւ այն կենտրոնական իշխանության ուղղակի ենթարկելու ուղղությամբ քայլերն ակտիվացել են դեռ 2022 թվականից։ Նախիջևանի մաքսային եւ սահմանապահ ծառայությունները, որոնք մինչ այդ անկախ էին գործում, միավորվել էին Ադրբեջանի համապատասխան կառույցներին։ 2022 թվականի վերջին Նախիջևանի ղեկավարը 27-ամյա կառավարումից հետո հրաժարական ներկայացրեց։ Նրա փոխարեն ինքնավարությունում փաստացի ողջ իշխանությունը կենտրոնացավ Իլհամ Ալիևի կողմից նշանակված լիազոր ներկայացուցչի ձեռքում։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարար Լորդ Վերնոն Քոկերը հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևի, պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովի եւ Ադրբեջանի նախագահի օգնական Խալիդ Ահադովի հետ։ Քննարկվել է երկու երկրի պաշտպանական գործընկերության խորացումը, տեղեկացրել է Քոկերը։ Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգյուս Օլդն էլ հավելել է, որ նոր քայլեր են ձեռնարկվում երկու երկրի ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ։ Նա նշել է, որ դա վերջին 10 տարվա ընթացքում պաշտպանության ոլորտում ամենաբարձր մակարդակի ադրբեջանական պատվիրակության այցն էր Մեծ Բրիտանիա։ Ադրբեջանը արժեքավոր գործընկեր է պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում, եւ Լոնդոնը հպարտությամբ հետևում է այդ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը, գրել է դեսպանը։ Ռուսաստանի արտգործնախարարության համար առաջնահերթություն է Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցիների վերադարձը։ Այդ թեման բարձրաձայնվում է Բաքվի հետ շփումներում, հայտարարել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունից։ Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Բաքվի մեկուսարանում այս պահին կա 11 մարդ։ ՌԴ իրավապահների եւ այլ գերատեսչությունների հետ փոխգործակցությամբ մշակվում են նրանց ազատ արձակելու տարբերակները։ Նշվում է, որ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները Բաքվի քննչական մեկուսարանում բազմիցս այցելել են ՌԴ քաղաքացիներին եւ կապ են պահպանում նրանց հարազատների հետ։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։